Պարոն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար սպառնում է պատերազմով ընդդիմությանը, ժողովրդի, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ է լինելու, բայց միևնույն ժամանակ դուք ընդդիմադիրները նրան մեղադրում եք, որ ինքն է պատերազմ բերել, հրահրել, չնայած դա համարում են դավաճանություն իշխանականները ձեր կողմից, բայց ասում են, որ կանխամտածված ինքը տարել է պարտության պատերազմում, որպեսզի սպասարկի արևմուտքի շահերը կամ այլ երկրների շահերը։ Դուք սրա մասով նախ ինչ կարող եք ասել։ Գիտեք, բավականին ընդգրկուն հարց է եւ դրա վերաբերյալ երկար կարելի է խոսել, բայց եզրակացությունը մեկն է, որ Ադրբեջանը սկսել է պատերազմ այն ժամանակ, երբ որ գիտակցել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին ոչ adekvat անձնավորություն է, որը ձախողել է, տապալել է բանակցային գործընթացը, վատթարացրել է հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ եւ զրոյական կետից սկսելով ասել է բանակցային գործընթացը, նաեւ այսպես դեք ոչ հարգալից վերաբերմունք է եղել բանակցային այն ողջ գործընթացին, որ իրականացրել են ոչ միայն երկու պետությունները, այլ նաև ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որոնց աշխատանքի արդյունքում Արցախի ինքնորոշման գաղափարը առաջնային է եղել այդ միջազգային նորմերի շրջանակներում եւ իհարկե պատերազմի ժամանակ ակնհայտ է, որ ոչինչ չի արվել նախ եւ առաջ իրավիճակը լուրջ գնահատելու եւ կանխարգելելու Դուք դա կանխամտածված եք համարում։ Օրինակ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որ պատերազմի օրին հենց այդ պաշտոնն էր զբաղեցնում, ասում է, որ կանխամտածված է Փաշինյանը տարել պարտության, որպեսզի վնասի Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին։ Ես չեմ կարող ասել կանխամտածված թե ոչ կանխամտածված, ես նախորդ հարցը շարունակեմ, պատերազմի ժամանակ ոչինչ չի արել, որպեսզի իրավիճակը գնահատի եւ զգա, երբ կարող են մարտական գործողությունները սկսել, որովհետեւ սեպտեմբեր ամսվա ընթացքում եւ դրանից առաջ էլ կարելի է լուրջ ուսումնասիրել եւ տեսնել, թե հակառակորդը ինչ գործողություններ է կատարում եւ որոնք են նրա հնարավոր այսպես գործողությունների բնույթը։ Պատերազմի ժամանակ ոչինչ չի արել, որպեսզի երկիրը ռազմական ռելսերի վրա դնի, որպեսզի նաև բանակին օգնի, մոբիլիզացիա կատարի եւ իրավիճակի ճիշտ գնահատմամբ նաև մեր ունեցած ուժերի քաղաքական այսպես գործողությունների ընթացքում նաև վերախմբավորումներ կատարի, փակի այն ճանապարհը, որով որ հակառակորդը ազատ առաջխաղացում է ունեցել։ Իհարկե նաև պատերազմի ժամանակ իրականացվում են դիվանագիտական գործողություններ։ Պատերազմի ժամանակ մենք ինքներս գիտենք, որ մի քանի անգամ առաջարկություն է եղել պատերազմը կանգնեցնելու, թե ինչու համար չի կանգնեցվել։ Հա? Մոսկվայի կողմից։ Մոսկվայի կողմից, միջազգային տարբեր գործընկերների կողմից եւ նաեւ, չգիտեմ, կարծում եմ, որ եւ գլխավոր շտաբի վերլուծության եզրակացության մեջ է եւ ինչպես դուք ասում եք, Արշակ Կարապետյանն է առաջարկություններ արել, ոչինչ չի արվել, որպեսզի դիվանագիտական ուղով պատերազմը կանգնեցվի։ Հիմա տեսեք, նաև պատերազմի արդյունքում ոչ միայն Արցախը հայտնվեց անկլավային վիճակում, Ադրբեջանը Արաքսի հովտով այսպես ազատ առաջխաղացում ունեցավ մոտավորապես 80-ից 100 կիլոմետր։ Եվ ինքը ավելի շուտ հասավ մեր ռազմավարական բարձունքներին, ռազմավարական կետերին, քան մենք, եւ դա հիմա օգտագործելով փորձում է մեր հարաբերություններում եւ հատկապես նաեւ սահմանազատում եւ սահմանագծում իրականացման գործընթացներում առավելություններ ունենալ։ Հիմա միտումնավոր է, թե միտումնավոր չէ, ես կարող եմ այդ հարցին պատասխանել հետեւյալ կերպ։ Գիտեք, իմաստուն մարդիկ փորձում են չսխալվել, հա։ Խելացիները
սովորում են ուրիշների սխալների վրա, մի քիչ ավելի գրագետները նաև սեփական սխալներից են եզրակացություններ կազմում, եթե մի մարդ կամ մի իշխանական էլիտա, որը որ անընդհատ սխալվում է եւ նրա սխալների արդյունքում է, որ այս Վերջում ներողություն խնդրում։ 7 տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ ձախողումներ, պարտություններ, անհաջողություններ երկիրը դարձել է փորձադաշտ, եթե անդադ դու սխալվում ես կամ կատարյալ անգրագետ ես, կամ դա միտումնավոր ես անում։ Հիմա թող միտումնավոր է արվում, թե միտումնավոր չի արվել, իրապահ մարմինները պետք է դրա գնահատականը տան, բայց իրապահ մարմիններն էլ այսօր գիտենք, որ գտնվում են Նիկոլ Փաշինյանի ազդեցության ներքո։ Պարոն Օհանյան, նաև ՀԱՊԿ-ի մասով է շատ խոսում, որ ՀԱՊԿ-ն չմիջամտեց, չօգնեց, թեպետ ասում են, որ ռուսները նախասում են հայկական կողմը չի դիմել իրենց, իսկ վերջում էլ երբ որ դիմել է 4-րդ կետով, մինչդեռ պետք է դիմեր 2-րդ կետով։ Այս մասին եւս որոշակի բացահայտումներ կան հենց Կարապետյանի կողմից։ Իմ գնահատականը այլ է։ Իմ գնահատականը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը խելացի կառավարման արդյունքում եւ կարող էր հաջողություններ ունենալ Արցախյան ազատամարտում վերջի պատերազմի ընթացքում եւ ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի էր իր սահմանները ինքնուրույն պաշտպանելու, ոչ մի հապ չի գալու իր զինվորներով կանգնելու մեր բարձունքներին։ Իսկ դուք հիշում եք, որ Ռուսաստանի կողմից այդպեսի առաջարկ եղել է, որ գան, բայց ինքը եվրոպացի դիտորդներին բերեց։ Կարծես թե եղել է։ Դեք հարաբերությունների կարգավորումը օգտագործում է իշահ տվյալ պետության, իշահ մեզ։ Իսկ հարաբերությունների վատ տարածումը բերում է նաև հակառակ կողմից որոշակի քայլերի, որը որ լինում է ի վնաս մեզ։ Բայց միևնույն ժամանակ ես ասեմ, որ նախկինում ՀԱՊԿ-ի ընդհանուր գործողությունները եւ նրա նպատակը ավելի գլոբալ հարցերի խնդիրներում է, այսինքն Թուրքիայից սպառնալիքների դեպքում Ադրբեջանի հետ մարտնչելու մենք որևիցե խնդիր չենք ունեցել եւ նորից եմ կրկնում, Ադրբեջանը 100 կիլոմետր եկել բարձրացել է մեր բարձունքները ավելի շուտ, քան թե մենք մեր քթիտակ ունենալով բնակեցված բնակավայրեր չենք կազմակերպել, որպեսզի բարձրանանք մեր բարձունքները։